Բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի իշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը։ Իրանի դեպքում այդ շահերը համընկնում են։ Մենք չենք կարծում, որ անհանգստանալու բան կա, ասել է ԱԺ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Իրանի ցնչող գնահատականներին կապված թրիփի հետ, թե դա նույն Զանգեզուրի միջանցքն է եւ Իրանը դեմ է այդ նախագծին։ Ռուբինյանի խոսքով թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ, այն բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության ներքո։ Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի նիստին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձճանաչման եւ փոխանակման մասին փոխհմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագիծը, հայտնում են ԶԼՄ-ները։ Ըստ նախարարի տեղակալի, հուշագիրը ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում եւ առնչվում է երկու խումբ անձանց։ Առաջինն առնչվում է ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկտող քաղաքացիներին։ Այս պարագայում ԱՄԷ քաղաքացիների վարորդական վկայականները թե մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ վկայականներով եւ օրինական գտնվելու ժամկետի հիմքով փոխադարձաբար ճանաչվում են։ 3 դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, ժամը 17:40-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Երևան Հայաստանի ՊՆ կենտրոնական հավաքակայան տանող ավտոճանապարհին Opel Magnishi ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շանը եւ երբ իջել է, որ տեսնի շանը ինչ է պատահել, մեկ այլ Opel Magnishi ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրա երթի է ենթարկել վարորդին։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։